Վալոդիա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության գործը շարունակում է մնալ Հայաստանի հանրային կյանքի ուշադրության կենտրոնում։ Նոր զարգացումներն արդեն հուշում են, թե ինչ ծանր և բարդ հետաքննություն է իրականացվում։ Լրագրող Լիա Սարգսյանի տեղեկություններով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է սպանությունները, ցուցմունք է տվել նշելով, որ Մերձավանի գերեզմանատան տարածքն օգտագործել է կրակելու վարժանքների համար։ Քննչական կոմիտեի տվյալներով տեղի է ունեցել նախնական տեղանքի զննություն, որտեղ փաստականորեն արձանագրվել է մեղադրյալի ցուցմունքի հավաստիությունը։ Լրագրող Լիա Սարգսյանը գրել է, թե Վալոդիա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը ցույց է տվել գերեզմանի տարածքը և նշել, որ այդ վայրում է կրակել սովորել։ Քիչ առաջ գրել էի, որ սեպտեմբերի 23-ի սպանություններով պայմանավորված Մերձավանի գերեզմանատանը գաղտնի քննչական գործողություններ են իրականացվել։ Իրավապահներն այստեղ էին բերել Վալոդիա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունները խոստովանած Գևորգ Հարությունյանին։ Իմ տեղեկություններով Գևորգը ցուցմունք է տվել առ այն, որ գերեզմանատան տարածքում է կրակել սովորել։ Քննչական կոմիտեից հաստատել են տեղեկությունը։ Ինչ է նշանակում գերեզմանատան օգտագործումը որպես կրակակետ։ Գևորգ Հարությունյանի խոստովանությունը ցույց է տալիս, որ նա նախապես պատրաստվել է սովորել է կրակել հրազենային գործիքով։ Սա միանգամից փոխում է իր մեղքի ընկալումը, այն դարձնելով նախապես մտածված և նախապատրաստված գործողություն։ Սպոնտան կամ պահապան կրակոց չի եղել, և սա դարձնում է գործը քրեական համար ավելի ծանր, քանի որ առաջ է գալիս նախնական խելամիտ հաշվարկված ու պլանավորված մտադրություն։ Գործի շրջանակներում իրականացված զննությունը կարևոր նախադեպ է։ Այն փաստացի ցույց է տալիս, որ քննչական մարմինները ստանում են անմիջական տվյալներ անմիջապես մեղադրյալի ցուցմունքներից։ Հնարավոր է հավաստիացնել նախապատրաստման վայրը։ Ընդգծվում է մեղքի նախնական և ֆիզիկական հիմքն, ինչն ուժեղացնում է դատախազության դիրքը դատաքննության ժամանակ։ Այսինքն ոչ միայն խոստովանությունը կա, այլև ֆիզիկական ապացույցները համահունչ են մեղադրանքի հետ, ինչը դարձնում է գործն ավելի ճնշող ու հանրային ուշադրության կենտրոնում գտնվող։ Այսպիսի տեղեկությունը հատկապես խոցելի է դարձնում Մերձավանի բնակչությանը։ Բոլորին հետաքրքրում է, թե ինչու է մեկը սովորում կրակել գերեզմանատան տարածքում, ինչպիսի հանցանք կարող էր նախապատրաստել և ինչպիսիք են անվտանգության միջոցները նման համայնքներում։ Հասարակության մի մասը մեկնաբանում է սա որպես հստակ ազդանշան, որ ահազանգեր, նախորդ դեպքերը կամ զսպող քայլերը բավարար չեն եղել։ Սա առաջացնում է հարց, թե ինչու կանխարգելիչ աշխատանքները չհաջողեցին և ինչու նման անձին հնարավորություն տրվեց նախապես զենք գործածելու փորձեր կատարել։ Բացի իրավական ու քննչական նշանակությունից, այս բացահայտումը վեր է հանում նաև հասարակության ներսում խորը հոգեբանական շերտերը։ Մերձավանի բնակիչների համար դա անհանգստություն է և վախ։ Նրանք տեսնում են, որ մարտով կարող է սպանություն գործել, տարիներ շարունակ փորձել է սովորել կրակել, և դա տեղի է ունեցել հանրային տարածքում։ Զոհվածների ընտանիքների համար սա կրկնակի ցավ է և ոչ միայն ֆիզիկական կորուստը, այլև գիտակցությունը, որ մարդը նախապես է պատրաստվել նման արարքի։ Երեխաների և երիտասարդների համար դա նաև անհանդուրժողականության, բռնության տարածվածության մտահոգություն է առաջացնում։ Հարց է ծագում՝ ինչպիսին է հասարակական միջավայրը, որտեղ նման փորձեր կարող են իրականացվել։ Քրեական գործի շրջանակներում այս բացահայտումը ընդգծում է նախնական, նպատակային և հաշվարկված գործողության տարրը, ինչը լրացուցիչ ճնշում է գործադրում իրավապահ մարմինների վրա ապացույցների ճշգրտությունն ապահովելու համար։ Հանրային հնչեղությունը ստիպում է պետական կառույցներին նաև վերլուծել կանխարգելիչ գործողությունները, հատկապես գյուղական համայնքներում։ Սա կարող է ազդել զենքի վերահսկողության, քաղաքականության, համայնքային անվտանգության քայլերի և համայնքային ոստիկանության արձագանքի վրա որպես ապագա ուղեցույց։ Գևորգ Հարությունյանի ցուցմունքը գերեզմանատան տարածքը որպես կրակելու վարժանք օգտագործելու մասին փաստացի դարձնում է գործը ոչ միայն քրեական, այլև հասարակական սենսացիոն։ Այն բացահայտում է անձնական նախապատրաստումը, ուստի առաջիկա դատավարությունն ամենայն հավանականությամբ լինելու է բարդ, երկար և
հանրային հետաքրքրության կենտրոնում։ Այս միջադեպը նաև հուշում է մի պարզ բան՝ նախազգուշական քայլերի բացակայությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ, իսկ հասարակությունը պարտավոր է պահանջել, որ դատական պրոցեսը լինի լիարժեք, թափանցիկ և միանշանակ։ Միայն այդպես կարելի է կանխել նմանատիպ դեպքերի կրկնությունը։ Իհարկե, մերձավանի բնակիչների համար սա բարձրացնում է վախի և անհանգստության աստիճանը, քանի որ պարզ է դարձել, որ մարդը նախապես պատրաստվել է կրակել հրազենով։ Զոհվածների ընտանիքների համար այս փաստը կրկնակի ցավ է։ Պարզ է դարձել, որ հանցագործը հավանաբար նախապես մտածված գործողություն է կատարել, ինչը մեծացնում է ցավի և կսկծանքի զգացումը։ Հասարակությունն ավելի շատ ուշադրություն է դարձում ներկա իշխանությունների պատասխանատվությանը առաջացած բռնությունը կանխելու գործում։ Տեղանքի օգտագործումը կրակելու վարժանքների համար կարող է հանդիսանալ որպես ազդանշան հանցագործության կանխարգելման բաց թողումների մասին։